Հարց համար 13 սուբվենցիոն ծրագրերին գումար հատկացնելու մասին հարցազեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդայցյան։ Համեցեք, պարոն Խուդայցյան։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում պետական համաֆինանսավորման ծրագրով համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված աշխատանքները 1 միլիարդ 634 միլիոն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ կառավարության որոշման նախագծով առաջարկում ենք համաֆինանսավորել 13 համայնքների թվով 16 սուբվենցիոն ծրագրեր ըստ մարզերի հետևյալ բաշխվածությամբ Արագածոտնի մարզ 1 ծրագիր, Արարատի մարզ 3 ծրագիր, Արմավիրի մարզ 4 ծրագիր, Գեղարքունիքի մարզ 2 ծրագիր, Կոտայքի մարզ 3 ծրագիր, Տավուշի մարզ 3 ծրագիր, միաժամանակ պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, կցանկանամ նշել, որ այս համաֆինանսավորումը հաստատելու պարագայում արդեն 7 միլիարդ 35 միլիոն դրամի համաֆինանսավորված ծրագրեր կունենան 2026 թվականի պետական բյուջեից։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ, պարոն Խուդայցյան։ Նախ թվարկենք այն ծրագրերը, որոնք ֆինանսավորում ենք այս փաթեթով։ Արագածոտնի մարզում Ապարան համայնքի Ապարան Ծաղկաշեն Արագած Քուչակ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում ընթացքի մեջ են աշխատանքները, այս պահին ասֆալտապատվել է շուրջ 2 կիլոմետր ճանապարհ։ Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթափ Արևաբույր Ներքին Խարբերգ, Ներքին Կյուրին կամ նոր երևի, Ջրահովիտ բնակավայրերի փողոցների նորոգում ասֆալտապատմամբ կատարված շինարարական աշխատանքների 70%-ն է կատարված, ասֆալտապատվել է 10 կիլոմետր ճանապարհ։ Մասիս համայնքի Արբաթ, Արևաբույր, Գեղանիստ, Խաչփար, Նորաբաց բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի կառուցում կատարված է աշխատանքների 90%-ը, կառուցվել է 6.5 կիլոմետր երկարությամբ ջրամատակարարման համակարգ, շահառուները 327 տնային տնտեսություն եւ Արտաշատ համայնքի Ոստան, Դվին, Այգեստան, Կանաչուտ, Նորաշեն, Բերթիկ եւ Վերին Արտաշատ բնակավայրերի գազաֆիկացում ավարտված են աշխատանքները 61 տնային տնտեսության համար 3.8 կիլոմետր երկարությամբ գազատար է կառուցվել։ Հաջորդը Արմավիրի մարզում Վաղարշապատ համայնքի Դաշտ բնակավայրի Բարեկամություն եւ Համերաշխություն փողոցների գազաֆիկացում կատարված է շինաշխատանքների 90%-ը, կառուցվել է 1.8 կիլոմետր երկարությամբ գազատար, շահառուները 112 տնային տնտեսություն։ Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրի Մկրչյան եւ Արարատյան փողոցների Գրիբոյեդով բնակավայրի Սևակ փողոցի Առատաշեն եւ Խորոնդ բնակավայրերի փողոցների գազաֆիկացում աշխատանքները ավարտվել են 1.7 կիլոմետր երկարությամբ գազատար է կառուցվել, շահառուները 38 տնային տնտեսություն։ Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի մանկապարտեզի կառուցում եւ հարակից տարածքի բարեկարգում կատարված է շինարարական աշխատանքների 85%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 80 սանի համար։ Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանի վերակառուցում ավարտական փուլ վերակառուցվել է 220 քառակուսի մետր մակերեսով կենտրոնական շատրվանը։ Ինչի ավարտական փուլ, պարոն Խուդայցյան, չի ավարտվել, ինչի ծրագիր։ Ավարտել է, պարոն վարչապետ, այս 5%-ն է, չնայած սալիկապատման հետ կապված որոշակի բաներ են եղել, գիտեմ, որ քանդել են տվել սալիկապատված 5%-ն ընդամենը։ Շատ լավ։ Գեղարքունիքի մարզում Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի մշակույթի տան նորոգում կատարված է աշխատանքների 95%-ը, նորոգվել է 310 քառակուսի մետր մակերեսով տարածք։ Մարտունի համայնքի Ծովինար եւ Զոլաքար բնակավայրերում ռոռոկման ջրատարարերի կառուցում կատարված է աշխատանքների 95%-ը, կառուցվել է 21 կիլոմետր երկարությամբ ռոռոկման համակարգ, շահառուները 220 տնային տնտեսություն, ռոռոկվող հողատարածքները 50 հեկտար։ Կոտայքի մարզ Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի Սարալանջի երիտասարդական շինարարների պիոներական փողոցներում ասֆալտապատում, ջրահեռացման համակարգի կառուցում, մայթերի հիմնանորոգում եւ եզրաքարերի փոխարինում կատարված է աշխատանքների 75%-ը, ասֆալտապատվել է 3.5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհ,
անցկացվել է 69 կիլոմետր երկարությամբ ջրահեռացման խողովակներ, կատարվել են 11.9 կիլոմետր երկարությամբ մայթերի հիմնանորոգման եւ եզրաքարերի փոխարինման աշխատանքներ, Նայիրի համայնքի Եղվարդ քաղաքի Զովունի, Պրոշյան, Բուժական, Արագյուղ եւ Սարալանջ բնակավայրերի ոռոգման ցանցի կառուցում, ավարտական փուլում է աշխատանքները, կառուցվել է 7 կիլոմետր երկարությամբ ոռոգման համակարգ, շահառուները 1700 տնային տնտեսություն, ոռոգվող հողատարածքները 115 հեկտար, Չարենցավան համայնքի Չարենցավան բնակավայրի Ծիծեռնակ մսուր մանկապարտեզի վերակառուցում, կատարված են աշխատանքների 90%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 350 սանի համար։ Եվ Տավուշի մարզ Նոյեմբերյան համայնքի Բերթավան բնակավայրի 10-րդ փողոցի ասֆալտապատում սալապատում տուֆով կատարված շինարարական աշխատանքները 60% են, սալարկվել է 3400 քառակուսի մետր մակերեսով ճանապարհ, Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրի ճանապարհների հիմնանորոգում եւ սալարկում տուֆքարով կատարված է աշխատանքների 50%-ը, սալարկվել է 8122 քառակուսի մետր մակերեսով ճանապարհ, Իջևան համայնքի Իջևան բնակավայրի մետաղագործների 1-8-9-10 բազմաբնակական շենքերի էներգոարդյունավետ արդիականացում, կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, վերանորոգվել է թվով 4 բազմաբնակական բնակելի շենքի 12599 քառակուսի մետր արտաքին մակերեսը, Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար